Անապատի փորձության դրվագին հաջորդում է Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակակից լեզվով ասած հանրային գործունեության սկիզբը։ Քրիստոս սկսում է քարոզել բացեի բաց ժողովարաններում, տարբեր քաղաքներում եւ 4 գլխի 14 եւ 15-րդ համարներում շատ պարզ ու հստակ կերպով Ղուկասն ասում է, որ Սուրբ Հոգու զորությամբ, ինչպես որ մկրտության դրվագը, ինչպես որ փորձության դրվագը ներկայացվում է Սուրբ Հոգով լի, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, այստեղ էլ Սուրբ Հոգու զորությամբ Քրիստոս գնում է Գալիլեա եւ իր համբավը տարածվում է ամբողջ գավառի բոլոր տարածքներում, բոլոր շրջաններում եւ 15-րդ համարում էլ շատ պարզ ասում է, որ քարոզում էր իրենց ժողովարաններում եւ փառավորվում բոլորի կողմից։ Հատուկ է Ղուկասը շեշտում, որ փառավորվում էր Հիսուս, որովհետեւ քիչ անց նաև այս փառավորվող կերպարի հակառակ վերաբերմունքին արժանանալու դրվագը պիտի տեսնենք։ Եվ ապա 16-րդ համարից սկսած Ղուկասն ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ Նազարեթ, այն քաղաքը, ուր սնվել ու մեծացել էր, եւ իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ։ Թվում է պարզ մի փաստարկ է, պարզապես մի տեղեկություն է, որ ավետարանը մեզ փոխանցում է, բայց ինձ համար առնվազն այդ տեղեկության մեջ այնքան խորք կա, այնքան հոգևոր ասելիք կա։ Նայեցեք, եթե մի պահ փորձենք Տեր Հիսուս Քրիստոսի աչքերով նայել, մեզ դա չի արժողվելու իհարկե, բայց մի պահ պատկերացնենք, Հիսուս մեկն է, որ կարիքը չունի ժողովարան գնալու կամ աղոթքի կամ կրոնական կարգերը պահելու, ծեսերը, սովորությունները, պատվիրանները, որովհետև այդ ամեն ինչի հեղինակն ինքն է։ Եթե մի պահ ընկալենք, հիշենք, որ Սուրբ Երրորդության երկրորդ անձն է Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, հա, Որդի Աստված է Տեր Հիսուս Քրիստոս, այս ամենի կարիքը կարծես թե ինքը պիտի չունենար։ Բայց ավետարանը հստակ ցույց է տալիս, որ պահում էր այդ բոլորը։ Եվ ոչ մի բան ձևական չէր անում, գնում էր մասնակցելու իրենցից մեկը լինելու հստակ ցուցադրությամբ, հստակ հաստատմամբ։ Ինքը ցույց էր տալիս, որ ես ձեզանից մեկն եմ։ Եվ շատ անգամ հիշեցրել եմ, ելի եմ հիշեցնում Հովհաննես Ոսկեբերանի խոսքերը Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացման մասին, որով ասում էր Աստուծո Որդին եղավ այն, ինչ որ չէր, մնալով այն, ինչ որ էր։ Մարդ չէր, մարդացավ, բայց մնաց մինչև վերջ հավիտենապես այն, ինչ որ էր, մնաց Աստված։ Ուրեմն սովորության համաձայն, Ղուկաս ասում է սովորության համաձայն շաբաթ օրով մտավ ժողովարան։ Եվ այդ սովորությունը Երանի մենք էլ ամենքս էլ ունենանք մեր շաբաթ օրը, մեր կիրակի օրերը ժողովարան եկեղեցի մտնելու, Աստուծո ժողովրդի մեջ մեր ներկայությունը ունենալու համար։ Ուրեմն այս սովորությունը պահելով Հիսուս մտնում է ժողովարան, սինագոգ կոչվածը, որը իրենից ներկայացնում էր քառակուսի մի շինություն, որտեղ զոհաբերություններ չէին արվում, որտեղ որ պարզապես հավաքվում էին շաբաթական մեկ անգամ, ընթերցում էին 5 տակարանի օրենքից, մարգարեություններից, եւ ապա բացատրություն էր տրվում այդ ընթերցումներին։ Սովորաբար բացատրություն կարող էին տալ նաեւ համայնքի այն անդամները, որոնք քաջատեղյակ էին, գիտակ էին օրենքի։ Այս է պատճառը նաեւ, որ Տեր Հիսուս Քրիստոսին հնարավորություն են տալիս կարդալու Եսայի մարգարեությունից մի հատված։ Ուրեմն Նազարեթում իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտնելու դրվագին անմիջապես հաջորդում է Ղուկասի այն խոսքը, որով ասում է, թե եւ նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը եւ վեր կացավ ընթերցելու համար, նույնիսկ դրվագը պատկերավորում է Ղուկասը, որտեղ նստած են եւ ընթերցումը ոտքի կանգնած պիտի անեին։ Եվ երբ որ ասում է Եսայի մարգարեի գիրքը տվեցին, դա մեր պատկերացրած պարզ թերթվող կոդեքսը կամ գիրքը չէ, այլ պարույրն է կամ փաթեթը, որը որ գլանաձև տեսք ուներ եւ ամբողջ մետրերով կարող էր բացվել որևէ գիրք, որպեսզի տեքստ կարողանային կարդալ։ Ուրեմն տալիս են Եսայի մարգարեության գիրքը, Քրիստոս ոտքի է կանգնում։ Ղուկասն ասում է գտավ այն հատվածը, որտեղ գրված էր. Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին
ազատում քարոզելու, կույրերին տեսողություն բարգեւելու, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու։ 19-րդ համարով ավարտվում է այս դրվագը, որից հետո ներկայացվելու է դրա բացատրությունը եւ հանգամանքները, որ քիչ հետո կտեսնենք։ Բայց հատվածը, որ ընթերցվում է Ղուկասի ավետարանի 4-րդ գլխում, մեջբերված է, ինչպես եւ տեսանք, մեջբերված է Եսայու մարգարեությունից, իսկ ավելի հստակ Եսայու մարգարեության 61-րդ գլխի առաջին երկու համարներից։ Իհարկե, մի տարբերությամբ միայն, որի մասին քիչ հետո կխոսենք, բայց ինչ էր այս մեջբերումը։ Եսայու մարգարեության 61-րդ գլուխը Օծյալի մասին է, Մեսիայի մասին է, Աստծու կողմից օծում ստացած Մեսիայի մասին է, որ պիտի աշխարհ գար եւ պիտի աներ բոլոր այն գործողությունները, որոնք որ թվարկված են թե Ղուկասի ավետարանում եւ թե Եսայու մարգարեության մեջ։ Չմոռանանք, որ Եսայու մարգարեությունը գրվում է մի իրականության մեջ, որտեղ որ գերություն է, որտեղ որ հрьяաները չունեն անկախություն, հрьяաները մեկ այլ ազգի իշխանության լծի ներքո են, ջահջախված են, վերականգնման կարիք ունեն, սպասումով են լծված դեպի ապագան, դեպի գալիքը, եւ իրենց մարգարեն անդադար հիշեցնում է, որ օծյալը պիտի գա, որ օծյալ Մեսիան պիտի գա եւ հերթով թվարկում է նախ առաջին աղքատներին ավետարանելու եւ այդ աղքատ ասվածը մեր այսօրվա պատկերացրած գումար չունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեկը չէ առաջնահերթ, այո նաեւ իրենք են, որովհետեւ շատ շատերս կարող ենք տեսնել, որ եկեղեցիներում եւ Աստծուն փնտրողների մեջ միշտ չէ, որ մեծամասամբ ապահով եւ հարուստ մարդիկ են։ Ես կասեմ միշտ չէ, որ այդպես են, դուք իրականությունը շատ ավելի լավ գիտեք։ Բայց աղքատ ասվածը նաեւ բոլոր նրանք են, ովքեր որ այս աշխարհի բացի հարստությունից, այլ նաեւ այս աշխարհի գիտությունը, այս աշխարհի հետ կապված ամեն բան ստորադասում են Աստծուն ճանաչելու կարողության համեմատ։ Այսինքն խելացի լինել, զարգացած լինել, առողջ լինել, հաջողակ լինել, ամեն ինչի մեջ լավ դիրք ունենալ, այս ամբողջը մի կողմ, ինչ որ կապված է աշխարհի հետ, ավետարանի այս աղքատները, բոլոր նրանք են, ովքեր այս ամենը մի կողմ են թողնում եւ Տիրոջ մասին լուրը ավելի են կարևորում, որովհետեւ ասում է աղքատներին ավետարանելու եմ եկել։ Ուրեմն Մեսիան պիտի գար աղքատներին ավետարանելու։ Երկրորդ կետով հստակ ասվում է բեկյալներին, սրտով բեկյալներին բժշկություն պարգևելու, բոլոր նրանց, ովքեր նեղությունների մեջ են, ում հանդեպ կյանքը անարդար է գտնվել, ովքեր դժբախտ պատահարների են ենթարկվել, ովքեր որ ամենատարբեր փորձությունների ու նեղությունների մեջ են, Մեսիան իրենց բժշկություն, իրենց հոգևոր խաղաղություն ու անդոր բերելու առաքելությունն ունի։ Սրտով բեկյալներին բժշկություն պարգևելուց հետո խոսվում է գերիներին ազատ արձակելու, ազատում քարոզելու, գերիներին ազատում քարոզելու մասին։ Ապա սրանից հետո խոսում է կույրերին տեսողություն պարգևելու մասին։ Կույրեր, որոնք որ ոչ միայն ֆիզիկապես են կույր, հա, ինչպես որ ավետարանում ենք տեսնում ենք, որ Քրիստոս բազում հրաշքների մեջ նաև ներառում է կույր մարդկանց տեսողություն պարգևելու վերերկրյա, այսպես ասենք, գերբնական հզորությունն ու կարողությունը, հրաշագործությունը, բայց նաև կույրեր բոլոր նրանք են, ովքեր որ ճշմարտությունը չեն տեսնում, ովքեր որ աշխարհի գայթակղությունների եւ աշխարհի խաբկանքների մեջ ուրեմն դեգերելով հեռացած են աստվածային ճշմարտությունից եւ իրենց Աստծուն տեսնելու, իրենց ճշմարտությունն ու լույսը տեսանելի դարձնելու համար է Մեսիան գալիս։ Եվ ապա կույրերին տեսողություն պարգևելուց հետո խոսվում է նաև նեղվածներին կամ կեղեքվածներին ազատ արձակելու մասին։ Բոլոր նրանց, ովքեր որ անարդար կերպով կեղեքված են, չարչարված են, նեղությունների ու տանջանքների են ենթարկված, բռնությունների են ենթարկված, ինչպես որ այսօր է շատ անգամ ասվում կամ կիրառվում այդ բառը։ Ուրեմն այս մարդկանց էլ ազատություն է քարոզվում, ազատություն է բերվում։ Եվ վերջին կետը, որ Ղուկաս ավետարանիչը ասում է, թե Քրիստոս կարդաց, հետևյալն է. Տիրոջը ընդունելի տարին հռչակելը։ Տիրոջն ընդունելի տարին հռչակել։ Քիչ հետո խոսենք այս մասին։
մի պահ պարզապես հիշեցնեմ, որ մեջբերումը Եսայի մարգարեության 61-րդ գլխի առաջին երկու համարներից է։ Եթե ինքներդ ընթերցեք մարգարեության 61-ի 1-2 համարներ, ապա պիտի տեսնեք, որ այնտեղ մի դրվագ մեջբերված չէ։ Ղուկասի ներկայացմամբ այդ մի դրվագը չկա։ Ուրեմն Տիրոջ վրեժ խնդրության օրվա մասին հատվածը չկա։ Ինչու շատ ու շատ մեկնաբաններ քրիստոնեական հատկապես եկեղեցու ասում են Տիրոջ վրեժ խնդրության օրվա մասին չի բարձրաձայնում Ղուկասը կամ Քրիստոս ինքը, որովհետև դա դեռ գալիք իրադարձություն է։ Դա երկրորդ գալուստի մեծ դատաստանի ժամանակ պիտի լինի, որովհետև Եսայի մարգարեն խոսում է ուրեմն այդ օրվա մասին, հա, դատաստանի օրվա մասին, վրեժխնդրության օրվա մասին։ Բայց քանի որ քիչ հետո նաև տեսնելու ենք, որ Հիսուս ասում է, որ այս ամբողջը իրականություն է դարձել, այդ պատճառով է, որ Եսայի մարգարեության այդ մի դրվագը, նրբերանգը մեջբերված չէ։ 20-րդ համարից սկսած մենք ականատես ենք լինում, ինչպես որ Ղուկաս ավետարանիչն է ներկայացնում, հետևյալի, ուրեմն Քրիստոս ընթերցում է, փակում է գիրքը եւ տալիս է պաշտոնյային ու նստում է։ Ուրեմն ընթերցումը կանգնած էին անում։ Ապա նստում էին, որպեսզի քարոզեին կամ ուսուցանեին, մեկնաբանեին։ Եվ երբ որ նստում է, ասում է, որ ժողովրդում գտնվողների բոլորի աչքերը սևեռված էին Հիսուսի վրա։ Եվ Հիսուսը սկսում է խոսել եւ ուսուցանել ու ասել իրենց. Այսօր այս գրվածքները իրականացան, մինչ դուք ձեր ականջներով լսում եք այն։ Ուրեմն Քրիստոս ասում է, որ այն, ինչ խոսվում էր Մեսիայի գալստյան մասին, որ Մեսիան ինչպեսին պիտի լինի, պիտի գա աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, կույրերին տեսողություն տալու, գերյալներին, կեղեքյալներին ազատելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու, ուրեմն այդ ամբողջը այսօր, մինչ դուք լսում եք ձեր ականջներով այս ընթերցումը, այդ ամբողջը այսօր իրականացավ։ Եվ ավետարանիչն ասում է, որ մարդիկ զարմացած, հիացական խոսքեր էին ասում այն բոլոր ուսուցումների համար, այն խոսքերի շնորհալի խոսքերի համար, որ Քրիստոս ասում էր, եւ զարմացած իրար հարցնում էին, սա Հովսեփի որդին չէ։ Ուրեմն ինչու էին ասում սա Հովսեփի որդին չէ, որովհետեւ Հովսեփի որդին, որ պարզ հյուսն էր, այսպիսի ճշմարտություններ եւ այսպիսի բարձրագոչ հայտարարություններ պիտի որ չկարողանար անել։ Եվ այդ հայտարարությունների մեջ ես մեկի մասին դեռևս չխոսեցի, հատուկ կերպով ավելի երկարաձգելով այս հարցը ավելի ուշացնելով։ Մնացած բոլոր դրվագների մասին խոսեցինք, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու մասին պիտի խոսենք, որովհետև սրա վրա է, որ հետո ավելի ամբողը զայրանում է եւ ընկալում է, որ իրապես Քրիստոս ասում է, որ ինքն է Մեսիան, սրա համար է, որ զայրանում են եւ զայրանում են նաեւ, որովհետեւ Քրիստոս ցույց է տալիս իրենց, որ դուք չեք ընդունում ձեր փոխարեն Աստուծո ճշմարտությունները կընդունեն օտարները, մարդիկ ում որ դուք երկրորդ, երրորդ կարգի մարդ եք համարում անգամ, բայց գալով Տիրոջը ընդունելի տարվան։ Ես ձեզ ամենքիդ խնդրում եմ, օգտագործելով Աստծուց տրված այս հնարավորությունը այս հաղորդման, ես ձեզ խնդրում եմ, կարդացեք Ղևտացիների գրքի 25-րդ գլուխը, որովհետև այնտեղ է խոսվում այս մասին։ Ես ձեզ շատ կարճ պիտի ասեմ դրա մասին։ Ուրեմն ամեն 7-րդ տարին Տիրոջ պատգամով Մովսեսը օրենք է փոխանցում հրեաներին, որ ամեն 7-րդ տարին պիտի հռչակվի հանգստյան տարի։ Ինչպես որ ամեն 7-րդ օրը հանգստյան օրն էր։ 5 դագարանի առաջին գրքից սկսած Ծննդոց գրքից մենք սա տեսնում ենք, որ Տերը ինքը հանգստացավ եւ դրանով նաեւ շեշտում է մարդու հանգստի կարիք, հանգիստ ունենալու կարեւորությունը։ Ուրեմն ամեն 7-րդ տարին հանգստի տարի է հռչակված եւ ասում է, երբ որ 7 անգամ 7 տարի կանցնես, այսինքն 7 անգամ 7 հանգստյան տարիները կգան եւ 49 տարի կլրանա, 50-րդ տարին թող լինի Տիրոջը ընդունելի տարի կամ հոբելյանական տարի։ Այստեղից է նաև, որ մենք հոբելյան ենք ասում
առաջնահերթ 50-ամյակին, 50-ամյակը տոնողներին, եւ ապա նաեւ Հոբելյանն ենք ասում կլոր թվով տարբեր իրադարձություններ նշողներին 20-ամյակ, 30-ամյակ եւ այստեղից էլ հոբելիար բառն է։ Այնինչ հոբել կամ յովել եբրայերեն բառը դա եղջերուի, ուրեմն եղջյուրն է։ Այն փողն է, որը հնչեցնում էին, երբ որ 7-րդ տարին վրա էր հասնում։ Ուրեմն այդ եղջյուրը, խոյի եղջյուրը հնչեցնում էին, դրանով բարձր ձայնով աղաղակում էին եւ հրճակում էին 7-րդ տարին։ Նույն կերպ նաեւ հրճակում էին 50-րդ տարին։ Բայց սրանք տեխնիկական հարցեր են, սա մի կողմ։ Հոբելյանական տարվա ամենատարբեր օրենքները 25-րդ գլխում կարող եք կարդալ։ Բայց այստեղ կարևորագույններն են ստրուկներին ազատ արձակելու օրենքը։ Հստակ ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ստրուկ ունեն, պիտի արձակեն։ Միմյանց հանդեպ ինչ պարտք որ ունեին, այդ պարտքերը բոլորը պետք է լուծվեին։ Անգամ առևտուր անելու կանոններն են ավելի պարզեցվում, այնպես որ գերշահույթ չապահովեն ոչ մեկի համար։ Միմյանց հանդեպ ներողամիտ լինելու պատգամ ու պատվիրան է դրված։ Ամեն քայլափողի 25-րդ գլուխը ամբողջությամբ հասարակական, սոցիալական կարգի այնպիսի վերադասավորման մեխանիզմներ է ցույց տալիս, որ ապշեցուցիչ է, եւ սա պիտի տեղի ունենար ամեն 50-րդ տարվա ընթացքում։ Եվ մարդիկ պիտի ապրեին մի հասարակության մեջ, որտեղ ատելություն, թշնամանք, չարիք, միմյանց խաբել, միմյանց վնասել, սպանել, գողանալ, ոչինչ չպիտի լիներ։ Եվ որտեղ նույնիսկ հողը պիտի հանգիստ առներ, նույնիսկ հողը վաճառելու իրենց կանոնները պիտի ունենային։ Եվ ես 25-րդ գլխի 23-րդ համարն եմ խնդրում ամենքիդ, որ շատ ուշադիր կարդաք։ Գիտեք ինչ է ասում Աստված այս համարում, ասում է հողը վերջնականապես չպիտի վաճառվի, որովհետև հողը իմն է։ Իսկ դուք պանդուխտ ու նժդեհ եք իմ մոտ։ Մեզանից 3000-ից ավել տարի առաջ ծնունդ առած այս պատգամը, օրենքը շարքային հրյային, աչքերը նոր բացած պստիկ հրյայից մինչև զառամյալ ծերունազարդ մի հրյայի ասում էր, որ լսիր, այդ որ դու հող ունես, ինչ որ մեկից առել ես, հետո ինչ որ մեկին պիտի ծախես, նախետել էր կարգավորվում 50-րդ տարվա կանոններով։ Բայց ինչև է դու ինչ ունես, ում ես տալիս, ումից ես առնում, իմացիր, որ այդ հողը վերջնականապես դու չես կարող օտարել կամ վաճառել։ Դա իմն է, Աստված հրյային ասում է, որ այդ հողը իր սեփականությունն է։ Պատկերացնել կարելի է կամ անկարելի է, չգիտեմ, ինչ մտածում պիտի ունենա մարդը, որը լսում է այսպիսի պատգամ։ Եվ հիմա գալով Ղուկասի ավետարանին, գալով Քրիստոսի ընթերցմանը, երբ որ Քրիստոս ընթերցում է այս տողերը եւ ասում է Տիրոջը ընդունելի տարին հրճակելու եմ եկել եւ ասում է ես ինքս եմ այս ամենը անում, որովհետեւ բառացիորեն սա էր նշանակում իր ասածը։ Երբ որ ասում էր, ահա դուք ձեր ականջներով հիմա լսում եք եւ այս պահին երբ որ լսում եք այս գրվածքները կատարվում են, կատարվեցի հետո չէ, հենց հիմա սրանք կյանքի են կոչվում, սա մեզ ամենքից, ինձ, ձեզ, բոլոր հավատացյալներին մի ճշմարտության մասին է խոսվում։ Եթե մենք ընդունել ենք Քրիստոսին, եթե մենք հավատացել ենք Քրիստոսին եւ այդ քրիստոնեական եկեղեցու անդամ ենք դարձել, մենք արդեն ապրում ենք Տիրոջը ընդունելի հոբելյանական տարվա մեջ եւ դա մի տարի չի, եւ դա մեր ամբողջ կյանքն է, որ պիտի գնա դեպի հավիտենություն, որ պիտի գնա դեպի Քրիստոսի երկրորդ գալուստ, դեպի հավիտենական կյանք, դեպի միություն Աստծո հետ։ Ուրեմն պարզ կերպով ասված քրիստոնեական եկեղեցու գոյությունը այս աշխարհի մեջ Տիրոջը ընդունելի տարին հրճակելու համար է, որովհետև մի իրականություն, որտեղ քրիստոնյաներ են ապրում, չպիտի լինեն այդտեղ իրար խաբող մարդիկ, չպիտի լինեն այդտեղ իրար հարստահարող մարդիկ, գերշահույթ ապահովող, մյուսներին ճնշող, կեղեքող, չպիտի լինեն այսպիսի մարդիկ։ Պիտի լինեն մարդիկ, որոնք պիտի հասկանան, որ իրենց հայրենիքի մաս կազմող հողը դա իրենց սեփականությունը չի, այլ Աստծուց իրենց տրված ժառանգություն, որը վաճառելու իրավունք չունեն, որից հրաժարվելու իրավունք չունեն։ Ուրեմն այս ամբողջն է ներկայացնում Քրիստոս։
Եվ երբ որ այս ամենը ասում է եւ ասում է, որ կատարվեցին, մարդիկ զարմանում են, ասում են, սա Հովսեփի որդին չէ, եւ այլն։ Քրիստոս լսում է, հասկանում է եւ ասում է, անշուշտ հիմա ինձ այս առածը կասեք, թե բժշկիր քո անձը եւ արա այն բոլոր հրաշագործությունները, որոնք որ չափ որ լսեցինք, որ Կափառնայումում ես արել, քո հարազատ գավառում եւս արա, որտեւ Քրիստոս գիտեր, որ իրենք հրաշքների են սպասում։ Քրիստոս գիտեր, որ տեսանելի նշանների են սպասում, ասում է շատ լավ, ես հասկանում եմ, դուք հիմա ձեր մտքում ասում եք, դե այդ հրաշքները էստեղ էլ արա, եւ ոչ թե այս խոսքերը քարոզիր Եսայի մարգարեությունից մեջ բերելով։ Եվ ապա ասում է Մարգարեն իր գավառում պատիվ չունի։ Ասում է մի խոսք, որ արդիական է նաեւ այսօր։ Մարգարեն իր գավառում պատիվ չունի, այնտեղից որտեղից դուրս է եկել այդ Մարգարեն, որտեղ որ իր հարազատ օջախն է Նազարեթում ինքը սնվել եւ մեծացել է, ինչպես այս հատվածի սկզբում ընթերցեցինք, բայց այստեղ ինքը պատիվ չունի, որտեղ մարդիկ իրեն սովոր են տեսնելու որպես Հովսեփի որդի, այնինչ ինքը իբրև Տեր Հիսուս Քրիստոս, իբրև Աստուծո որդի, իբրև Մեսիա է ներկայանում։ Նույնը նաեւ հոգեվորականների բaragային է։ Բոլոր այն հոգեվորականները, ովքեր սնվել, մեծացել են իրենց ընտանեկան, ընկերական շրջապատում եւ ապա դառնում են քահանա, հոգեվորական հայր սուրբ, եւ իրենք ընդունելի չեն։ Ոչ միայն այն պատճառով, որ դիտավորյալ իրենց չեն ուզում ընդունել, այլ իրենց այլ աչքով են տեսել, իրենց այլ աչքով են, այլ հայացքով են նայել եւ ընդունել։ Բայց Քրիստոսի բaragային հարցը լրիվ ուրիշ է։ Հարցը լրիվ ուրիշ է, եւ Քրիստոս 2-5 տակարանյան շատ հետաքրքիր օրինակ է բերում։ Իբրև ապացույց այն մտքի, որ Մարգարեն իր քաղաքում կամ իր գավառում պատիվ չունի, եւ ասում է, որ Եղիայի ժամանակ, Եղիա Մարգարեի ժամանակ, երբ որ 3 տարի եւ 6 ամիս երկինքը փակվեց եւ անձրև չտեղած եւ սով եղավ ամբողջ երկրով մեկ, ուրեմն բազում այրիներ կային, բազում նեղության մեջ գտնվող անձինք կային հрьяաների մեջ, բայց Եղիան չուղարկվեց նրանցից եւ ոչ մեկի մոտ։ Եղիան ուղարկվեց Սիդոնացիների Սարեփթա քաղաքում գտնվող մի այրի կնոջ մոտ։ Բացարձակ հեթանոսական մի քաղաք, հեթանոս մի կին։ Իր մոտ ուղարկվեց եւ ոչ թե հրեական մի ընտանիք ուղարկվեց։ Նույն կերպ ասում է Եղիսե Մարգարեն։ Այնտեղ Եղիան է, այստեղ Եղիսեի շարունակողը։ Եվ ասում է նույն կերպ Եղիսեի ժամանակ շատ բորոտներ կային, բազում բորոտներ կային Հրեաստանում եւ նրանցից ոչ ոք չբժշկվեց, այլ միայն Նեման ասորին։ Այս երկու օրինակները բերելուց հետո ժողովրդում հավաքվածները կատաղում են, բարկությամբ են լցվում, ինչպես Լուկասն է ասում, եւ հանում են դուրս քաղաքից, ժողովարանից, քաղաքից են դուրս հանում եւ տանում են դեպի Դարավանդը այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, որպեսզի գահավեժ անեն։ Քիչ առաջ հաղորդման սկզբում ես նշեցի, որ Քրիստոսի համբավը տարածված էր եւ փառավորում էին բոլորը։ Փառավորում էին, թե ով է սա, թե Գալիլեայի տարբեր տարածքներում եւ թե Նազարեթում, բուն Նազարեթում, փոքրիկ գյուղաքաղաքում բոլորը հիացած էին։ Նաեւ ասում էին, ես ինչ շնորհալի խոսքեր է խոսում, չէ՞, Հովսեփի որդին։ Եվ հիմա նույն այս ամբողը կատաղած է, որովհետեւ նույն այդ խոսքերը ճշմարտությունները իրենց ներկայացնողը այլևս իրենց հաճելի խոսքեր չի խոսում, որովհետեւ նույն այդ ճշմարտություններն ասողը իրենց պարզ մի բան է ասում է նայեցեք, ձեր ազգային սնահավատությունը ձեզ կործանելու է։ Ձեզ թվում է, թե ճշմարտությունը միայն ձեզ է հայտնվել, բայց դուք ձեր մարգարեներին, ձեր քաղաքներում, ձեր մարգարեներին իրենց քաղաքներում ընդունելության չեք արժանացնում։ Դրա համար այդ ճշմարտությունը, այդ հրաշքներն ու մեծ դեպքերը, իրադարձությունները կգնան, կհասնեն ժողովուրդների, որոնց դուք համարում եք երկրորդային, երրորդային անպիտան ժողովուրդներ, ում որ քամահրանքով եք անգամ վերաբերվում։ Սիդոնացիների Սարեփթա քաղաքի մի այրի եւ Ասորի, որ ոխերին թշնամի էին իրենց, Ասորիների Նեման անունով մի զորավար, որը իրենց թշնամին էր եւ որը բժշկություն է գտնում իրենց իսկ մարգարեի շնորհիվ։ Ուրեմն այս ճշմարտությունները մինչեւ այսօր էլ հասնում են։ Սա ամեն մակարդակի վրա է տեսանելի եւ սա նաեւ տեսանելի է մեր ժողովրդի պարագային։ Մեզ էլ է հասնում, մեզ առաքելական եկեղեցու, մեր շատ սիրելի հետևորդներին եւ ինձ, մեզ բոլորիս։ Մենք որ վստահ ենք, որ ճշմարտությունը մեզ հայտնվել է եւ մենք առաջին քրիստոնյաներն ենք եւ հայ առաքելական եկեղեցին իր
անխորտակելի եւ անփոխարինելի տեղն ու դերն ունի այս երկրի մեջ, այս ազգի կյանքում, ինչը որ բացարձակ ճշմարտություն է, բայց սրա վրա շատ սևեռվելով եւ երբեմն մեր քարոզչության, մեր առաքելության մեջ թուլանալու պատճառով մենք տեսնում ենք, որ ծագում են ամենատարբեր աղանդներ, տարբեր հարանվանություններ, խմբակներ, որոնք որ մեր բացթողումները, մեր թերացումները փորձում են իրենց ներկայությամբ լցնել եւ ստացվում է, որ նույն իրականության առաջ կանգնում ենք մենք։ Մարգարե ունենք, բայց օգտվում են ուրիշները։ Եղիա ունենք, բայց դրանից օգուտ են քաղում ուրիշները։ Եղիսե ունենք, բայց օգուտ են քաղում նրանք, ովքեր որ մեզանից չեն։ Ուրեմն ահա այս ճշմարտություններն էր, որ հрьяաները իրականում հասկացան, տեսան, երբ որ Քրիստոս բացատրեց եւ որոշեցին նրան, որ քիչ առաջ փառաբանում էին, տանել եւ գցել ձորը, սպանել։ 4-րդ գլխի 30-րդ համարում Լուկաս ավետարանը շատ պարզ եւ համառոտ, հակիրճ խոսքով հետաքրքիր մի հրաշքի մասին է խոսում։ Նա ասում է, երբ որ տանում են գահավեժ անելու, եւ ասում է Քրիստոս նրանց միջով անցնելով գնաց։ Այսինքն տարել էին գահավեժ անելու, բայց Քրիստոս անցավ իրենց միջով, իրենց չվնասեց, հաշվեհարդար չտեսավ իրենց հետ, պարզապես հրաշալի եղանակով թողեց եւ հեռացավ իրենցից։ Սա էլ ինձ իբրև քրիստոնյայի, իբրև հոգեվորականի պարզ հոգեվոր մի դաս է փոխանցում, վերջին մի դաս, որ այսօրվա ընթերցումից ենք քաղում։ Այն Քրիստոս, ում որ դուք ի սկզբանե փառավորելով, հիացումով ընդունել եք, եւ այն Քրիստոս, որը երբեմն իր ուսուցումներով ձեզ շատ հաճելի բաներ չի խոսում, որտեղ ձեր ցավոտ կետերին է դիպչում, ձեր թերացումներն է ներկայացնում, իդերև հանում, ձեր աչքի առաջ դնում, երբ որ այդ Քրիստոսին սկսում եք մերժել, ինքը ձեզանից հեռանալու է։ Ուրեմն մեր կռիվն է, մեր խնդիրն է Քրիստոսի բոլոր ուսուցումները ընդունել։ Նրանք, որոնք մեզ հիացում են պատճառում, եւ բոլոր նրանք, որոնք որ մեր թերությունները մեզ տեսանելի են դարձնում։